Բարի երեկո, եթերում է ABC լուրերի երեկոյան թողարկումը, ես Գառի Մութաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունների ամփոփագիրը Հայաստանից և աշխարհից։ Ղազախական ցորենի ներմուծումից սահմանազատման ու անկլավների շուրջ շարունակվող անորոշություն, միջանցքներում քննարկումները լարված են, իսկ դիրքորոշումները առավել հակասական, մեկնարկել է ազգային ժողովի հերթական քառօրյան։ Ինչու է Ադրբեջանի տարածքով եկած ցորենը նախատեսված անասունների համար, ինչ է մատակարարվում Հայաստան, մեկնաբանում են պաշտոնյաները։ Հետախուզում նախկին պատգամավորի նկատմամբ ինչ է հայտարարել դատախազությունը։ Հեցի շուրջ քաղաքական արկածախնդրության վերջին արարը, ժամանակավոր պաշտոնակատարը մեկնաբանել է առաջիկա քննարկումը։ Եվ Ինեկոբանկի հաճախորդները բողոքում են, քարտերից գիշերը փող են գանձել, ինչ է պարզաբանել բանկը։ Ժամեր առաջ դատախազությունը հաստատեց, որ հետախուզում են հայտարարել ազգային ժողովի նախկին պատգամավոր Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ։ Նրան մեղադրում են մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և փողերի լվացման համար։ Դատախազությունը հետախուզումը հայտարարել է ավելի քան 10 օր առաջ, հոկտեմբերի 31-ին։ Հակակոռուպցիոն կոմիտեն էլ մեղադրանք է ներկայացրել Մանվեր Գրիգորյանի դստերը, դատավոր Նաիրա Գրիգորյանի, իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու և ակնհայտ անարդար դատավճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու մեղադրանքներով։ Նորություն կա նաև Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գործի վերաբերյալ։ Քննչական կոմիտեն որոշել է նրա նկատմամբ վարույթն իրականացնել հեռակա։ Զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը չարաշահելու կամ գերազանցելու համար։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ դեռ 2021-ի մայիսի 12-ին, երբ թշնամին Մառախլապատ եղանակի պայմանում հատել էր պետական սահմանը և մոտ 3 կիլոմետր խորացել դեպի հայկական դիրքերի թիկունք, Կարապետյանը ըստ մեղադրանքի դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և տվել անհիմն բանավոր հրաման մարտական դիրքերը թողնելու մասին։ Նրա այդ որոշման պատճառով ըստ քննչական կոմիտեի հայկական ստորաբաժանումները դուրս են եկել դիրքերից և թշնամին հաջորդ օրը մայիսի 17-ին ամրապնդել է իր դիրքերը Սև լճի ուղղությամբ, վերահսկողության տակ վերցնելով Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում։ Հիշեցնեմ, Արշակ Կարապետյանը մոտ 3 տարի եղել է Փաշինյանի խորհրդականը։ Արդեն 2021-ին նշանակվել է պաշտպանության նախարար, պաշտոնազրկվելուց հետո իր նախկին ղեկավարին մեղադրել դավաճանության համար և պնդել, թե հենց դա է հանգեցրել Արցախի պաշտպանության բանակի ոչնչացմանը։ Պաշտպանության նախարարի պաշտոնում 3 ամիս աշխատելուց հետո հեռացված Կարապետյանը մոտ 2 տարի լռելուց հետո նաև պնդել էր, թե իրեն պաշտոնից ազատել են ադրբեջանական զինուժի առաջխաղացումը թույլ չտալու հրամանի համար։ Հեցի շուրջ քաղաքական արկածախնդրության վերջին արարը։ Հեցի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն այսպես է մեկնաբանել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաձեռնած քննարկումը։ Հեց վերահսկողական կոմիտեն հայտարարում է, լիցենզիայի դադարեցումը ոչ թե կարգավորման, այլ բռնազավթման քայլ է։ Ըստ կոմիտեի սկսվել է բիզնեսի վերաբաշխման բացահայտ քաղաքական փուլ, որն իր արմատներով հասնում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը։ Լիցենզիայի դադարեցումը առանց որևէ շուկայական կամ տեխնիկական խախտման փաստարկի նշանակում է բացահայտ ոտնձգություն սեփականության իրավունքի դեմ։ Սա բռնազավթում է փոխհատուցման քողի տակ, այն հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածին և էներգետիկ ոլորտի կայունության ու կանխատեսելիության սկզբունքներին։ Հանձնաժողովն ուզում է քննարկել Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերի բաշխման լիցենզիան դադարեցնելու հարցը։ Ղազինյանի խոսքով այս որոշումը բացահայտում է իշխանության խորքային քաղաքական նպատակները սեփականության վերաբաշխման նոր բացահայտ քաղաքական փուլի ձևով։
Ղազախական ցորենի ներմուծումից սահմանազատման ու անկլավների շուրջ շարունակվող անորոշություն։ Ազգային ժողովի հերթական քառորյայի առաջին օրը բուռն քննարկումների պակաս չի եղել։ Պարզվում է ներմուծված ղազախական ցորենի առաջին խմբականակը 4-րդ կարգի է։ Ինչու է Հայաստան ներմուծվել անասնակեր։ Հարցին էկոնոմիկայի փոխնախարարը պատասխանել է, որ ամենակարևորը ճանապարհների դիվերսիֆիկացիան է։ Այսօր անասնակեր է եկել, վաղն էլ կգա բարձրակարգ ցորեն։ Բավական կնճռոտ հարց է նաև խաղաղության պայմանագիրը եւ այդ մասին խոսում են արդեն իշխանության ներկայացուցիչները։ Ադրբեջանը նախապայման է ներկայացնում, ինչը Հայաստանի համար ընդունելի ու լեգիտիմ չէ, հայտարարել է ԿՊ-ական падգամավորը։ Քառորյա նստաշրջան օր 1 խաղաղության, քաղաքականության ու տնտեսության խաչմերուկում։ Քաղաքական եւ տնտեսական օրակարգերը ազգային ժողովի քառորյա նստաշրջանում նորից ակտիվ են։ Միջանցքում ընթացող ճեպազրույցներն էլ հակասական։ Քննարկման կենտրոնում առաջինը հայտնվել է Հայաստան ներմուծված ղազախական ցորենի որակը։ Ընդդիմադիրներն ասում են, սա էր ձեր բերած ցորենը, իսկ իշխանականները թե կարևորը դիվերսիֆիկացիան է։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը զարմանում է այն պնդումից, թե պետք է շեշտեին ցորենի կարգը եւ որևէ խնդիր չի տեսնում անասնակերի ներմուծման մեջ։ Ընդհանրապես, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, այդ լավ է։ Հիմա թե այսօր անասնակերը եկե վաղն կգա բարձրակարգ ցորեն, դա արդեն կյանքը ցույց կտա։ Իսկ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցնում է, թե կյանքն ինչ է ցույց տալիս ընդդիմության արձագանքների վերաբերյալ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ընդդիմությունը ասում էր, սա միակողմանի ապաշրջափակում է եւ Հայաստանի համար ոչինչ չի ապաշրջափակվելու։ Հայաստանը մնալու է շրջափակման մեջ։ Հայաստանը միակողմանի զիջումներ է արել։ Ադրբեջանի համար է միայն ապաշրջափակում լինելու, իսկ հիմա իրանք քննարկում են, թե ցորենը որ կարգի է։ Սա կարծում եմ արդեն իսկ խոսուն է։ Իսկ ընդդիմության ներկայացուցիչները շարունակում են հակադարձել։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանն ասում է, որ ցորենի ինքնարժեքի շուրջ կարևոր հարցեր կան, որոնք պետք է պարզաբանվեն, ոչ թե PR-ակցիա անեն, եւ կրկին կասկածի տակ է դնում ապաշրջափակման խոստումները։ Ապաշրջափակումը կլներ հետեւյալը, երբ որ կապ չունի ցորեն կամ այլ բեռներ, գար օրինակ Իջևան կայարան։ Գառնիկ Դանիելյանը մեկ այլ մտավախության մասին է հայտնում, որը վերաբերում է Ադրբեջանի հերթական պահանջներին։ Դրա մասին Նիկոլ Փաշինյանը անոնսել է տարածքների հետ կապված, որ ասելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան ադրբեջանական տարածքներ, որոնք որ հետ պիտի վերադարձվեն Ադրբեջանին։ Իշխանական падգամավոր Սարգիս Խանտանյանն էլ ընդգծում է, տարածքների փոխանակման հարց այս փուլում չի կարող քննարկվել։ Նախ պետք է ավարտվի սահմանազատումը, իսկ դրա ժամկետը դեռևս հստակ չէ։ Եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստան եւ Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն, այդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նաև հերքում է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի պնդումը, թե բանակցային գործընթացը տապալել է Նիկոլ Փաշինյանը։ Ռուբինյանի խոսքով 2019 թվականին նման առաջարկ պարզապես չի եղել։ Ադրբեջանի արտգործնախարարը Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ են ասում, Հայաստանը պատերազմ չի հրահրել, Հայաստանը պատերազմ չի սկսել, Հայաստանը չի դադարեցրել բանակցային գործընթացը։ Իշխանականները շեշտում են, գործընթացը շարունակական է, սակայն այս պահին առանց նոր փաստացի առաջընթացի։ Սակայն թեժ քննարկումներն ու հնչած որակումների վերաբերյալ գնահատականներն ու դրանց պատասխանները դուրս է եկել ազգային ժողովի շենքից։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը պատասխանել է ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, որը հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյանի կառավարման օրոք Հայաստան-Ադրբեջան ռազմական բյուջեի բալանսի հարաբերակցությունը եղել է 1:5-ի։ Միկոյանը մեր գործընկեր Սպուտնիկ Արմենիային հայտնել է, որ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը եղել է մոտ 3, այլ ոչ թե 5 անգամ։ Բագրատ Միկոյանը հավելել է, որ երկրորդ նախագահի կառավարման օրոք Հայաստանը դաշնակիցներից զինատեսակները ձեռք էր բերում կամ շատ արտոնյալ պայմաններով կամ պարզապես նվեր էր ստանում։
Իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր գործով դատական նիստին մասնակցելու ճանապարհին արձագանքել է Նիկոլ Փաշինյանի վերջին գրառմանը։ Կարևորն այն է, որ կարողացանք Փաշինյանից գոնե խոստում կորզել բանակցային փաստաթղթերը հրապարակելու մասին, լրագրողներին ասել է Սարգսյանը։ Ի դեպ, երրորդ նախագահի գործով դատական նիստը հետաձգվեց։ Տեղափոխվենք վաղ շաբաթ, Էջմիածնում շարունակվում է նախընտրական ակտիվ քարոզարշավը։ Յուրաքանչյուր թեկնածու իր ծրագրերն է ներկայացնում, իսկ քաղաքացիները լիահույս են, որ ի վերջո որևէ մեկը իսկապես կլուծի քաղաքի խնդիրները։ Իսկ ինչ են ակնկալում Էջմիածնի բնակիչները նոր ղեկավարից, ինչն են ուզում փոխել քաղաքում։ Հարցախույզ է արել իմ գործընկեր Անի Աբաղյանը։ Նախ կառավարումը պետք է փոխվի։ Այսօր բոլոր պաշտոնյաները նիկամպիտենտ են։ Իրանց աշխատանքին չեն տիրապետում, համայնքին էլ է վերաբերվում, համայնքում էլ, քանի որ ԿՊԱ-ն է, նույն ձևի ԽՑԲ է սա։ Այն երրորդ մասի առաջվա խաղահրապարակ, որ նախատեսել էին, սա սեփականաշնորհային դզեն։ Ամեն ինչի կարիք ունի, համայնքը, քաղաքը, առավչինը շները, չգիտեմ։ Ապրում ենք մոտակայքում, երեխաները խաղում են, գնում, փողոց են վազում, ապահովաշի, խաղադաշտ չկա, կուլտուրա լինի, աղբակները մաքուր պահեն, չգցեն, վերաբերմունք լինի, լավը տեսնենք։ Կուզեմ խաղահրապարակներ ավելանա երեխաների համար, ժամանակ տրամադրվի երեխաներին, որ երեկոյան կարողանաս հաճելի դուրս գաս ման գաս երեխաների հետ ինչ-որ մի տեղ, բացի մի տեղ կա, բայց այն մասշտաբը չունի, էլի, որ ասենք քաղաքապետարանի մոտ, այն մասշտաբը չունի, որ ասենք կարողանաս լիարժեք երեխայի հետ հանես ինչ-որ մի ժամանակ անցկացնես։ Թող խաղաղություն լինի քաղաքում, ես շնորհակալ կլինեմ։ Կառուցելու բան չկա, մեր Էջմիածնի քաղաքը լավն է։ Պետք է ասում, մեկ էլ կողքից ուրիշ քաղաքների թափթփուկները մեր Էջմիածնին չկպնեն, հեռու մնան։ Աշխատանքի տեղեր բացեն, ցավը տանեն։ Ավելի մաքուր պահեն, բնությունը պահպանեն, ժողովուրդը ավելի ջերմ լինեն իրար նկատմամբ մարդիկ։ Չգիտեմ, լավ բաներ։ Իրանք ինչ ուզում են, են էլ կառուցում են, են էլ փոխում են։ Ինչ պիտի փոխեն։ Ոչ մի բան։ Չեն էլ անի ստից ընկել են դռնե դուր։ Առաջինը կուզենայի աղբահանության հարցը, տեսեք մաքրության հետ կապված, եւ խաղահրապարակներ, որ երեխաները կարողանային խաղալ, անվտանգ լիներ, շների հարցը, հարձակվում են շները։ Մենք շարունակում ենք հետևել քարոզարշավին ու հերթով անդրադառնալ թեկնածուների ծրագրերին։ Այս անգամ իմ գործընկերը մեկ օր անցկացրել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու, Հայրենիք կուսակցության Վաղարշապետի համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանի հետ։ Սիրելի բնակիչներ, Վաղարշամատ համայնքի սիրելի բնակիչներ, մասնակցեք ընտրություններին, ձեր ձայնը տվեք ձեր նախընտրած թեկնածուներին։ Երբեք ու երբեք չթողնեք, որ ձեր փոխարեն ուրիշները որոշեն ձեր ճակատագիրը։ Փողոցից փողոց, համայնքից համայնք Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը շարունակում է հանդիպումներ բնակիչների հետ, առանց բաց թողնելու որևէ հնարավորություն մարդկանց լսելու եւ նրանց մտահոգությունները տեղում հասկանալու համար։ Այս անգամ կանգ առ Զվարթնոց բնակավայրներ։ Քարոզարշավը մի պահ ընդհատվեց Զվարթնոցի բնակիչների ջերմ ընդունելությամբ։ Ապրեք սա։ Այս մեր ծրագիրն է, հիշեցման թերթիկը, ընտրություններին մասնակցելու եք, ձեր հետ էլ, եթե հարմար կգտնեք մեր ծրագիրը, միասին կյանքի կկոչենք։ Եղավ, լավ եղավ, հաջողություն ձեր հետ էլ մասնակցելու եք, չէ՞ ընտրություններին, ապրեք։ Անպայման։ Ինչ տամ, ես մեծ։ Ձեր տղան է։ Բարև ախպեր։ Սիրելի Վաղարշապատցիներ։ Ոտքով շրջելով տարբեր թաղամասերում Մանուկյանը իր թիմի հետ հավաքագրում է համայնքի առօրյա խնդիրները։ Ինձ թվում է, թե գյուղական համայնքներում հիմնականում նույն խնդիրները կան։ Մեն բարձրապես չէ, լավ էլ տարբեր խնդիրներ կային։ Մեր համայնքում քաղաքաբնակների մոտ շատ տենում են, որ պուրակների պակաս կա։ Օրինակ Զվարթնոցում որոշ բաներ ավելացել, հա, պուրակը ավելացել, բայց դե էլ ինչքան ծառ տնկենք, ինչքան այդ թթվածինը շատելն է, ինքն հաճելն է։ Հետո երեխեքի համար պիտի կարենանք այնտեղ տարածքներ տեսապարապ, դրանք կարող օգտագործենք մի բան
երեխեքի համար ստեղծենք։ Խնդիրներ շատ կան, բայց ամենաշատը բնակիչներին անհանգստացնում է թափառողջների հարցը։ Մենակ այդ թափառողջները հերիք են մեզի։ Մեր երեխեքին առավոտը տարդեպրոս գնաբեր կամ մանկապարտեզ, չգիտենք, թող մի բան անեն, վախենում ենք։ Մանուկյանը նշում է, որ խնդիրը լավ ծանոթ է իրեն եւ արդեն մտածում է այն լուծելու տարբեր ձևեր, այնպես որ եւ կենթանասերների սրտով լինի եւ բնակիչների համար ապահով։ Նախկինում գոյություն ուներ ոստիկանությանը կից շների վարժեցման կենտրոն, որտեղ տանում էին եւ շներին վարժիմը այդ մասը ազատ է մնացել։ Պիտի փորձենք այդ գերատեսչություններին համապատասխան դիմելով կարողանանք փոխադարձ համաձայնություն գտնել մեր ժողովրդի շահը սպասարկելու համար, այսինքն այդ շներին տեղակայել այնտեղ եւ ստեղծել այդ պայմանները։ Հիմա միջազգային կառույցներ կան, որոնք նպաստում են նման ուրեմն կառույցների եւ ստեղծմանը եւ նաեւ խնդիրներին են աջակցում։ Բոլոր սոցիալական խնդիրներից զատ Մանուկյանին ամենաշատը մտահոգում է համայնքի բարոյահոգեբանական վիճակը։ Ըստ նրա պետք է վերացնել լարվածությունն ու բերել ներքին համերաշխություն, որն էլ մնացած ամեն բանի հիմքն է։ Սադամ Ակարյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Պարզվում է այս գիշեր բանկային տերմինալները շարունակել են աշխատել ինքնուրույն։ Արդյունքում տասնյակ հաճախորդներ արթնացել են իրենց քարտերի պակասած հաշվեկշռով։ Ինեկո բանկի որոշ հաճախորդներ սոցիալական ցանցերում ահազանգում են։ Գիշերվա ընթացքում կրկնօրինակվել են նախորդ օրերի գնումները։ Բանկը նորից է գանձել նույն փողը։ Ինեկո բանկը պարզաբանել է, որ դա եղել է տեխնիկական խնդիր։ Հաճախորդները ֆինանսական կորուստ չեն ունեցել։ Բանկը վստահեցնում է, որ փողերը ավտոմատ կվերադարձվեն հաշիվներին առաջիկա 24 ժամվա ընթացքում եւ որևէ լրացուցիչ գործողություն հաճախորդներից չի պահանջվում։ Իսկ բարեկամություն մետրոյի կայարանի շարժասանդուղքին տարեցկինը չի կարողացել պահել հավասարակշռությունն ու ընկել է։ Գործընկերոջս հայտնել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանը։ Կինն ընկել ու կոտրել է ոտքը։ Տեղում հավաքված քաղաքացիներն ու աշխատակիցներն օգնել են մինչև շտապօգնության հասնելը։ Կնոջը տեղափոխել են հիվանդանոց։ ABC Media-ի հետևորդներից մեկն էլ մեծ հետ զրույցում պատմել է, որ տարեցկինը թորնիկի հետ է եղել, որը տատիկի ընկնելուց հետո վախեցել ու սկսել է լացել։ Մեր հետևորդը նախ օգնել է վնասված կնոջը, այնուհետև հանգստացրել երեխային մինչև աշխատակիցների եւ շտապօգնության գալը։ Միջազգային լրահոսից Մոլդովայում սկանդալ է հասունանում տեղական լրատվամիջոցների արտաքին ֆինանսավորման շուրջ։ Սպուտնիկ Մոլդովայի գրասենյակի ղեկավար Վիտալի Դենիսովի խոսքով անցյալ տարի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը USAID-ին մոտ 110 միլիոն դոլար է հատկացրել կառավարությանը հավատարիմ լրատվամիջոցներին աջակցելու համար։ Գրում են լրատվամիջոցները։ ԱՊՀ երկրների ֆորումում Դենիսովը շեշտել է, որ խոսքը միայն ուղիղ ֆինանսավորման մասին չէ։ Պաշտոնական տվյալով Մոլդովան տարբեր ծրագրերի միջոցով ստացել է մոտ 1 միլիարդ դոլար, սակայն փորձագետները գնահատում են, որ իրական փողը կրկնակի է, մինչև 2 միլիարդ դոլար։ Թուրքիայի դատախազությունը պահանջել է ավելի քան 2000 տարվա ազատազրկման դատապարտել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Պետությանը միլիարդավոր լիրաներ վնասած լայնածավալ կոռուպցիոն ցանց ղեկավարելու մեղադրանքով։ Իմամօղլուն նախկինում հերքել է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները, պնդելով, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն։ Մեղադրանքին նաև անդրադարձել է Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, դրանք անվանելով անհեթեթություն։ Հիշեցնեմ, որ հուլիսին Իմամօղլուն դատապարտվել էր 1 տարի 8 ամիս ազատազրկման Ստամբուլի գլխավոր դատախազ Աքին Գյուլեքի հասցեին հնչեցրած հայտարարությունների համար։ Նախկիններ պայքար իսլամական պետություն խմբավորման դեմ ու նախկին ալ-Քաիդականի պատիժը Ասադին։ ԱՄՆ-ի ընթացքում Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շաարայի հետ զրուցել է Fox News-ը։ Շաարան հայտարարել է, որ Սիրիայի նախկին ռեժիմի տապալումից հետո երկիրը մտել է նոր դարաշրջան։ Վերջին 60 տարվա ընթացքում Սիրիան մեկուսացված էր ամբողջ աշխարհից։ Միացյալ Նահանգների եւ Սիրիայի միջև կապը կտրված էր, եւ սա առաջին դեպքն է անցյալ դարի 40-ական թվականներին Սիրիայի Հանրապետության հռչակումից ի վեր, որ երկրի նախագահն այցելում է Սպիտակ տուն, ասել է Ահմեդ Ալ-Շաարան։ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցին ի պատասխան Ալ-Շաարան ասել է, որ արդարությունը պետք է հաղթի։ Նրանք ստեղծել են արդարադատության հանձնաժողով, որպեսզի բոլորը, այդ թվում Բաշար Ալ-Ասադը, պատասխանատվության ենթարկվեն իրենց արածների համար։ Սիրիայի նախագահը խոսել է նաև իսլամական պետություն խմբավորման դեմ պայքարի մասին։
Մենք մասնակցել ենք իսլամական պետության դեմ բազմաթիվ մարտերի եւ 14 տարվա ընթացքում շատ կորուստներ ենք ունեցել։ Իսլամական պետության դեմ մարտերում ես կորցրել եմ իմ ուժերի մեծ մասը, Միացյալ Նահանգների ռազմական ներկայության պատճառը Սիրիայում պետք է լինի Սիրիայի կառավարության հետ համակարգված աշխատանքը։ Այսպիսով մենք պետք է քննարկենք այս հարցերը եւ խոսենք ու համաձայնության գանք իսլամական պետության վերաբերյալ։ Եվ վերջում, մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Ալբերտ Արմենակյանի Braveheart երգը, որը պատմում է երազանքի, սիրո եւ քաջության մասին, դարձել է մրցույթի YouTube-ի ալիքի ամենադիտված տեսահոլովակը։ Նոյեմբերի 11-ին ժամը 17-ի դրությամբ այն հավաքել է ավելի քան 430,000 դիտում։ Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին Թբիլիսիում։ Այսքանն էին այժմի գլխավոր լուրերը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում ու Instagram-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի վաղ առավոտյան ժամը 9-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանը։ Ես Գառնու Թաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։